Բարև ընկերներ, այսօր դժգույն օր է սպասվում Լորվա մարզում, հատակն ենք սրբում որոշ թերհասներով։ Նախապես որոշել էի անդրադառնալ Հայաստանում գործող ոսկու հանքերի որոշ սեփականատերերի, սակայն որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասին չեմ կարող չխոսել։ Նախ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ ընկերներ, որ այս կարճ ժամանակում գտնվեցիք իմ կողքին եւ միասին բարձրաձայնեցինք բազմաթիվ ապօրինությունների մասին։ Շնորհակալ եմ տեսանյութերը հավանելու եւ տարածելու համար։ Այսպես, օրեր առաջ ես խոսեցի Գյուլագարակում տեղի ունեցող որոշ բաների մասին, Սուրեն Պապիկյանի քրոջ խնամիների ապօրինությունների մասին, ինչից հետո մեզ դիմում են Գյուլագարակի բազմաթիվ բնակիչներ եւ պատմում Ժավել Էդոյի որդու լավ տղա խաղալու մասին։ Հիմա հերթով, անցյալ տեսանյութից հետո Խաչիկ Վարդանյանը աշխատանքից հեռացնում է Գյուլագարակի կոմունալ ծառայության պետ Ժավել Էդոյին, ով հիշեցնեմ, որ Սուրեն Պապիկյանի քրոջ տալի ամուսինն է։ Իդեպ այդ նույն Ժավել Էդոյի որդին ոգևորվել էր տեսանյութից հետո։ Մեկնաբանություններում հայոյանք էր գրել, որից հետո նամակ էր գրել նաև ինձ, խնդրելով տրամադրել ինֆորմացիա տվողի ինքնությունը։ Հիմա հատուկ բոլոր անհասկացողների համար։ Ինձ տեղեկատվություն տված անձի գաղտնիությունը երաշխավորված է եւ երբևէ չեք կարողանա այն իմանալ։ Մի խոսքով ընկերներ, չստանալով ինձանից ցանկալի պատասխանը, վերոնշյալ խոտ կերած անասունի հայացքով երիտասարդը փորձում է հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ովքեր հավանել են իմ տեսանյութը։ Հանդիպման է կանչում բոլոր նրանց, ովքեր հավանել են իմ տեսանյութը, որտեղ հնչեցնում հայոյանքներ իմ հասցեին, ու բոլոր նրանց, ովքեր տեղեկատվություն են տվել, հավելելով, որ ընտրություններից հետո իբրև Ժավել Էդոն դառնալու է Գյուլագարակի համայնքապետ, ու բոլորը պատժվելու են։ Ընկերներ, հավելեմ, որ Սույն Ժավելահոտով անձինք պաշտոնազրկումից անմիջապես հետո թռել են Տաշիր Սամվելի կուսակցության գիրկը, որտեղից եւս սրանց լարել են, ինչից հետո հանգրվան են գտել Քոչարյանի գրկում։ Բա, պարոն Սուրեն Պապիկյան, անգամ ձեր ազգականներն են թռնում ձեր վրայից, երբ պաշտոնից հեռացնում են։ Խաչիկ Վարդանյան, ուշադիր լսիր, կամ Սույն անձանց վարքին կհետևեք, կամ ես կհետևեմ ձեր վարքին։ Իդեպ Ժավել Էդոն ողբորը ուղարկում է Ստեփանավան այցելած Նիկոլ Փաշինյանի մոտ բողոքելու, որի տեսանյութը եւս կա, բայց դրա մասին առաջիկայում։ Լորվա մարզպետ Արեն Մկրտչյան, դուք հիմա մարզպետ եք, թե հասարակ պոլիփայտ, այսինչ է կատարվում ձեր մարզում։ Չեք տեսնում, թե չնկատելու եք տալիս։ Արեն Մկրտչյան եւ Լոռու մարզի ոստիկանապետ Արսեն Ոսկանյան, հույսում եմ արագ կարձագանքեք եւ միջադեպի կազմակերպիչներին ցույց կտաք իրենց ժավելոտ տեղը։ Լսի Վալիկո, եթե սկսեմ քեզանով զբաղվել, հավատա ընդամենը րոպեներ անց ծնկաչոր ներողություն ես խնդրիլու։ Ուշադիր լսի այ ջահել, քեզ չափերի մեջ պահիր, չխառնես ժավելը բենզինի հետ։ Մյուս անգամ փորձես որևէ մեկին ահաբեկել, ապա քո ամբողջ կենսագրությունը կդառնա հանրության սեփականություն։ Ընկերներ, վաղվանից անցնում ենք ուղիղ եթերների, ու ով իրեն կդնի կինոյի տղայի տեղը, ապա ամենօրյա ռեժիմով կենսագրությունները ի ցույց կդնենք հանրությանը։ Շնորհակալ եմ, կներեք բարկությանս համար, բայց որևէ մեկը չի կարող այլևս ահաբեկել մեր քաղաքացիներին։ Կհանդիպենք վաղը, հարգանքներով։ Ձեր Հայը։